Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ գնդապետ քաղաքական գիտությունների թեկնածու ռազմաքաղաքական գործիչ Ալեքսանդր Մինասյանին։ Բարի ձեզ, պարոն Մինասյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերը ընդունելու համար։ Պարոն Մինասյան, եւ հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, որ այս ընտրություններին դուք մասնակցում եք Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգային զարթոք կուսակցության հետ ընտրություններին եւ ձեր թիվը 8 թե 9, ճիշտ է։ 7-ներ։ Մի խոսքով, հիմա քանի որ ընտրություններին եք մասնակցում, քարոզարշավին եք հետևում եւ այսօր մի փոքր մասնագիտական հարցեր քննարկենք եւ հասկանանք նախ ձեր ընտրությունների մասնակցելու այդ ծրագրի մեջ ինչքան է տեղավորվում ձեր պատկերացումները, ձեր գիտելիքները եւ ընդհանրապես քարոզարշավի ժամանակ հնչում են տեսակետներ բանակի վերափոխման մասին, կարծես թե պատերազմ է լինելու, թե խաղաղություն է լինելու, այս դրույթի շրջանակներում, թե ընդդիմությունը, եթե իշխանությունը փորձում է հրամցնել, այսպես ասած, հասարակությանը, որ իրենց գալու դեպքում, իրենց իշխանությունում լինելու դեպքում բանակում չեն լինի զոհեր, պատերազմ չի լինի, չենք ունենա զոհեր։ Մի խոսքով, երբ որ հետևում եք, ձեզ համար ինչ եք առանձնացրել, արդյոք այս բանակի հետ կապված այդ ծրագրային դրույթները իրոք իրատեսական է ներկայիս Հայաստանի համար։ Նախ սկսեմ նրանից, որ բանակը դեռ պետք է հասկանալ, որպեսզի վերափոխել թե չէ, հետո դրա մասին մտածել, որովհետև բոլորը խոսում են բանակից։ Այ հիմա ես երբեմն հարց եմ տալիս, ասում եմ, այդ փորսուխտ տալ գիտեն, փորսուխ սովորական, որ գետնի վրով, այսինքն պապլաստունցկի, գիտեն թե չէ, բայց խոսում են ավելի մեծ բաներից, իրականում իրենք չունենալով այդ հնարավորությունները, չգիտենալով։ Ես նրա համար չեմ ասում, որ ես ռազմական ակադեմիան Մոսկվայում վերջացրել եմ ոսկե մեդալով, անունս ոսկե տառերով կպցված Բաղրամյանից հետո, խոսքը դրա մասին չի, հավատացեք, ես պատերազմի մասնակից եմ եւ ոչ մեկ պատերազմի, նաեւ դրսի պատերազմների հետ նախկին սովետական միության։ Գիտեք, որ լսում եմ, առաջ ինձ շատ բան էի պահում, այնպես համեստ կարելի ասել, բայց հիմա որ լսում եմ, արդեն գիտեք նեղվում եմ։ Այնպիսի տպավորություն մոտս, որ այդ մարդիկ, ասենք մի քանի հուշ գախնի առաջադրանքներ են կատարել, չգիտես ինչեր են փոխել երկրի վրա, որ հիմա խոսում են։ Հիմա երևի որ զենքը տամ ձեռքները, երևի իրանք իրենց չկարողանան գլխի վրա տեղ գտնել, որն է ճիշտ կետը, որպեսզի իրենց սպանեն, բայց խոսում են, բոլորն են խոսում։ Եվ դրա համար էլ այսօրին ենք։ Գիտեք, հետարքիրն ինչն է։ Պրոբլեմը այստեղ բանակը չի, պրոբլեմը մեր դաստիարակությունն է։ Ում ասում ես, ես գիտես, հա գիտեմ, ասում ես պալտո կարել գիտես, հա պալտո կկարի, ասում ես կոշկակարություն, կոշիկ կկարեմ, չի կարելի այսպես, մի հատ վերջ տվեք, մի հատ լրջացեք մի հատ։ Դրա համար էլ այսօրին ենք հասնում, դրա համար էլ պարտվել ենք, դրա համար էլ Արցախ ենք տվել, դրա համար էլ բողոքում ենք ինքներս մեզնից, մենք ինքներս բողոքում ենք մեզնից, մենք ըմբոստանում ենք մեր դեմ և ոչ հակառակորդի, բայց միշտ գտնում ենք մարդկանց, որոնց կարելի է պախարակել, գտնում ենք անգամ պետությունների, ես ես քարոզարշավի ժամանակ, գիտեք ինչ եմ զայրացել, նկատում եմ, խոսում են այլ պետության ղեկավարների անուններ են տալիս, ես հիմա չեմ ուզում փաստարկել, ում որ հետարքրում ես ցույց կտամ, այդ կադրերը պահել եմ, այմար դու ինչ գործ ունես ուրիշ պետության ղեկավարի հետ, սխալ արեց, ճիշտ արեց, դու քեզնից խոսա, դու ինքդ մի հատ քեզ նայի, քանի հոգու ես փրկել, ինչ ես արել Հայաստան երկրի համար, որտեղ ես քարը քարի վրա դրել Հայաստան երկրի համար, որտեղ ես գոնե ծառ տնկել եւ չչորացրել այդ ծառը, հետո գնացել ես ջրել ես այդ ծառը տնկած։ Մենք միայն խոսում ենք, արդեն դարձել ենք խոսալու հիվանդներ, ճիշտ է էլի, որ ասում են մենք խոսելով Հովանես Թումանյաններ ենք, բայց գործում ոչինչ, օդի տատանում։
Հիմա որ քարոզարշավին հետևում եք եւ ընդհանրապես վերլուծում եք բանակի հետ կապված այն ամենը, ինչ որ եղել է այս 30 տարիների ընթացքում, ընդհանուր Արցախյան պատերազմները, ձեր կարծիքով բանակի ամենամեծ կորուստը ո՞րն է եղել՝ սպառազինությունը, կառավարման համակարգը, թե մարդկային ռեսուրսը։ Կառավարման համակարգը։ Դա ամենակարևոր մեր կորուստները կառավարումից են եկել 99%-ով։ Մեր երեխաները 18 տարեկան, շատ լսող, ճիշտ, որակով եւ նաեւ դուխով երեխեք են։ Կառավարումը մեր մոտ զերոյական է։ Գիտեք ինչն է պատճառը։ Մենք երբեք չենք ուզում զինախաղեր անել կամ գոնե հետևել այլ պետությունների զինախաղերը ինչպես են անցնում, որպեսզի սովորի մեր սպան այսօր չի սովորում, մենք չենք սովորեցնում մեր սպային աշխատել, կառավարել եւ այդ է պատճառը, որ մենք տանուլ ենք տալիս, թե չէ զենքն էլ պատճառ չի, ես զենքն էլ եմ ասել, զենքը գնում ենք եւ մենք չունենք արտադրություն տվյալ զենքերի զինամթերքի համար, մեզ զինամթերքի արտադրությունը պիտի ունենալ, որովհետեւ գնաց զենքը իրեն ստացած զինամթերքով տևելու է մի ժամ, մեկ օր, լավ, բա դրանից հետո դու պիտի արտադրես, որ փոխարինես։ Եվ այդ է պատճառը, որ մենք անընդհատ տանուլ ենք տալի, այսինքն խնդիրը նաև մեր դաստիարակության մեջ է։ Մենք բանակին նայում ենք միայն բանակ, տկլոր, այ կանչեցին, հա, հիմա այդ բանակում ում են կանչում բանակ, մտածել ենք սրա մասին։ Մենք անընդհատ գովում ենք, վայ, մեր երեխան, բարձրագույն կրթություն, բա դաստիարակությունը, իսկ բանակը հիմնական ամենակարևորագույն տեղն է, որտեղ հայ մարդը եւ ընդհանրապես Հայաստանի քաղաքացին պիտի դաստիարակվի, իսկապես դաստիարակություն ստանա, որտեղ այդտեղից դուրս է գալիս վաղվա հայ ընտանիքի հայրը, որ իր երեխային պիտի մեծացնի եւ տղա դարձնի կամ համեստ աղջիկ։ Մենք չենք անում դա, մենք դա չենք անում, դաստիարակությունը գցել ենք ոտքներիս, իսկ իրականում համաձայն եմ, եթե ժամերով հաշվում ես, բանակում մարդը, երեխան ավելի շատ ժամանակ անցկացնում, քան թե դպրոցում, ժամերով հաշվեք, օրական 6 ժամ արձակուրդները հանեք, կտեսնեք, որ այդ տարի ու կեսվա մեջ ավելի շատ, համարյա կրկնակի ավելի շատ ժամը անցկացնում բանակում, որտեղ բանակում քնած ժամանակ էլ է դաստիարակվում, որտեղ դա օտար տեղում է ինքը եւ պիտի իրեն պաշտպանի, թե խոսքից, թե գործից, թե ընկերոջը պիտի պաշտպանի, ընկերասիրություն պիտի իր մեջ աճեցնի եւ ամենակարևորը ներելու ունակությունը պիտի ուժեղանա մինչև բանակ գնալը, որտեղ բանակ գնում են առանց ներելու ունակության եւ այնտեղ փորձում են զենքով ապացուցել իրենց ուժը, ներել չգիտենք։ Ես մի երիտասարդական կազմակերպություն եմ, որի խոսքերը միշտ կրկնում ենք մենք դա, որպեսզի սովորենք ներել, սիրել, արարել, ոչ թե սիրել, ներել, այլ ներել, սիրել, արարել, որտեղ դա հիմք է հանդիսանում։ Հիմա բանակը, նայեք, բանակը այն տեղն է, որտեղ մարդիկ պիտի փորձեն իրար վստահել, որտեղ նրանց ձեռքը զենք կա, չվստահելու պարագայում մենք տանուլ ենք տալու։ Ինչ վերաբերվում է, որ ասում եք, ես գնացել եմ Քոչարի կուսակցություն։ Ես չեմ գնացել, չեմ մտել կուսակցություն։ Ես նույն ցուցակով մասնակցում եմ ընտրություններին։ Եվ կարծում եմ, որ ինձ կվստահեն հետագայում, եթե հաջողություն լինի, կվստահեն նաև բանակը։ Բայց ձեր ծրագրերը համընկնում են իրար հետ, պարոն Մինասյան, Պարտադիր չի ծրագրերը տեսեք, պարոն Սարգսյանը խոսում է Աֆրիկայից վարձկաներ բերելու մասին, Արցախը հետ վերադարձնելու, Նախիջևանը հետ վերադարձնելու։ Ես երկար տարիներ ձեզ հետ աշխատելով գիտեմ, որ ձեզ համար բանակը դա պարտադիր պայման է։
երկրի անվտանգության համար եւ կայուն բանակի մասին է խոսքը, մասնագիտացված բանակի մասին է խոսքը։ Եվ միշտ դուք այստեղ հավասարակշիռ որոշումներ եք ընդունել։ Արդյոք մենք իրոք կարող ենք այդ վարձկաններով գնալ եւ գրավել Արցախը եւ Նախիջևանը եւ պահպանել խաղաղությունը։ Գիտեք, տեսակետները միշտ լինում են եւ ամեն մի տեսակետ ապրելու իրավունք ունի։ Վարձկանները կարող են իհարկե գործողություններ անել, օգնել, բայց ես այն տեսակետին եմ մնում միշտ, թող վարձկանը լինի, ես չեմ մերժում վարձկանների գոյությունը, եթե անհրաժեշտ է, բայց առավել եւս ես ուզում եմ, որ մեր բանակը հզորանա, այսինքն մենք հզորանանք, որպես տեսակ, որպես մարդ, ես միշտ եմ ասել դա, որովհետև եթե մենք կարողանում ենք ճիշտ քաղաքացի, ուժեղ քաղաքացի, թասիբով քաղաքացի դաստիարակել, մենք ամենտեղ հաջողության ենք հասնում, դա կլինի դրսում, անգամ եթե ուզում եք իմանաք, ես ավելի կոպիտ ասեմ, անգամ գողական աշխարհում, որոնք դրսում են, դրանք նույնպես պետք է լինեն ուժեղ, պինդ, որպեսզի մեր ապրանքը, որը դուրս է գալիս, այ Ծիրանի օրինակը հիշում եք մի քանի տարի առաջ եղավ, Ծիրանը չէին վերցնում Մոսկվայում, այդտեղ պիտի խառնվեր, այո, այն դուխով տղաները, թասիբով տղաները, որոնք պիտի կարողանային մեր քաղաքացու համար հնարավորություն ստեղծել իրենց ունեցած մթերքը վաճառելու։ Այս դրա մասին է խոսքը։ Այսինքն մենք բանակը դիտում ենք միայն զենք բռնող, բանակը զենք բռնողը չի միայն։ Բանակը շատ կարևորագույն դերակատարություն ունի։ Ես դրա համար եմ ասում, պիտի հասկանալ մի հատ բանակը ինչ է նոր դրա մասին խոսալ։ Բանակի մասին խոսում են, բանակի մասին խոսելուց բացի հնչում են նաև մեկը մյուսին մեղադրանքներ, թե ինչու չեն ծառայել եւ ծառայություն չեն ունեցել Հայաստանի զինված ուժերում։ Պարոն Մինասյան, միշտ է որ այդ ծառայությունով պետք է այդ չափորոշիչը հայրենասիրության, հայրենիքին նվիրվելու լինի, թե կարող է ծառայություն չունենալ զինված ուժերում, բայց հայրենիքի համար այնպիսի գործեր արված լինեն, որ ավելի լինեն գուցե այդ 2 տարի ծառայությունը կամ պատերազմին մասնակցելը։ Տեսեք, մեկը մյուսին մեղադրում է, ինչու էլ ողջ մնացել, չի զոհվել պատերազմում, ինչու չեն նահատակվել, ինչու չեն վիրավորվել, ինչու չեն մահացել։ Մի խոսքով, այս մեղադրանքները արդյոք դրանով է չափվում հայրենասիրությունը կամ հայրենիքին հանդեպ իր պարտքը կատարելու յուրաքանչյուր երիտասարդի, այսպես ասած, առաքելությունը։ Գիտեք, զենք բռնելը դա դեռ հայրենասիրություն չի։ Դու կարող ես զենքը բռնել, չվստահելով քո ընկերոջը, չվստահելով քո հրամանատարին, անգամ պատերազմի դաշտում վնասել քո ընկերոջը։ Իսկ հայրենասիրությունը դա այլ հարթակ է։ Մարդը կարող է իր գիտելիքով, այո, ձեր ասացի պես, այնպիսի հնարքներ կամ սարքեր ստեղծել, որը տասնապատիկ անգամ ավելի օգուտ տա, քան այդ մարդու բանակում լինել կամ չլինելը։ Եվ հեչ պարտադիր չի դա։ Ավելի լավ է թող գնան բանակ 80%-ը, բայց գնան գործ անելու, իսկ այն 20-ը, որ մնում են, թող իրենք մտածեն ինչով պիտի օգնեն իրենց հայրենիքին, այսինքն հայրենասիրությունը դրա մեջ է, հայրենասիրությունը այդ ոգու մեջ է։ Այսինքն տեսեք ինչ է ստացվում։ Դու միշտ պիտի կարողանաս մարզվել ուժերի մոտ։ Դու միշտ պիտի կարողանաս ճանապարհ գտնել անհնարինը հնարավոր դարձնելու։ Դու միշտ պիտի կարողանաս հնարավորություն տալ, ոգի տալ այնտեղ, որտեղ արդեն մարդկանց հոգիները պարտված են, եւ դա հեչ պարտադիր չի, որ բանակում լինի։ Դու կարող ես մի զենք ստեղծես, կամ մի երաժշտություն գրես, կամ մի թատերականացում անես, որը հարյուրապատիկ անգամ այն զինվորների, որոնք զենք են բռնում, ոգին բարձրացնես, ու դա հեչ կարևոր չի, որ հարթակում դա կլինի։ Կարևորը դու քո մեջ սիրես դա։
դու անես, դու նվիրես քո երկրին։ Եթե դու քեզանից չես ուզում պոկել մի բան նվիրել, ոչ մի բան չի ստեղծվելու։ Զենք բռնելը չի միայն, որ մեզ բերում է հաղթանակների։ Ես հաղթանակներ նկատի ունեմ ավելի մեծ առումով հաղթանակներ։ Այսինքն նկատի ունեք, որ պարտադիր չէ, որ լինի զինծառայության այդ 2 տարվա ժամկետը անցած այդ երիտասարդը անցնի դա, բայց ամեն մեկը իր անելիքը պետք է ունենա, չէ՞։ Միանշանակ։ Պարտադիր պետք է այդ ժամանակահատվածում նա կոնկրետ անելիք ունենա հայրենիքի համար։ Միանշանակ։ Եվ ինչի եմ ես ասում աշխատասիրություն բառը, տեսեք։ Այսօր բանակում երեխա եմ ասում 18-ից 20 տարեկան երեխա եմ համարում, այդ երեխաները պիտի զբաղված լինեն, որի զբաղվածությունը ես այսօր չեմ տեսնում։ Այնտեղ իրենք պիտի սովորեն անգամ սովորական աշխատասիրությանը, սովորական քար կրելուց սկսած։ Մարդը պիտի դաստիարակվի այնպես, որ ինքը հասկանա, որ ինքը արարող է, որ ինքը ստեղծող է, որ ինքը անող է։ Նորից եմ կրկնում, անգամ քար տեղափոխի, բայց պիտի ազատ չլինի եւ իր ժամանակը արագ կանցնի։ Էլ չեմ ասում մարզումները, բանակը միակ այնտեղն է, որտեղ ուժեղներ կան, որտեղ այդտեղ պիտի մարզվի հայ երիտասարդը։ Ու ոչ միայն հայ երիտասարդը, ես ինչի եմ ասում, մեր հայկական քաղաքացին, ես նկատի ունեմ եւ ասորիներին, եւ եզդիներին, եւ ռուսներին, այո, Հայաստանի քաղաքացիներին, որոնք համարվում են Հայաստանի քաղաքացիներ, որովհետեւ սա ընդհանուր մի լուրջ հայրենիք է, այնպես չի որ առանց իրենց մենք գունավորենք։ Ամեն մեկը, ամեն մի մարդ գույն պիտի տա հայրենիքին, ամեն մի մարդ պիտի ստեղծի, ստեղծարար պիտի լինի, պիտի դա սովորեցնենք, եւ բանակը շատ կարեւորագույն դերակատարություն ունի այդ գործում։ Փաստորեն ձեր ասելով 18 տարեկանները բոլորը պետք է զբաղված լինեն, դա կլինի թե ծառայության ընթացքում, թե կլինի ոչ ծառայության ընթացքում։ Հենց այդ ժամանակահատվածում պետք է ուշադրություն դարձնել այդ տղաների, ինչու ոչ միայն տղաների, աղջիկների, որտեղ մենք ծառայության մեջ արդեն աղջիկներ էլ ունենք, բոլորը պետք է այդ տարիքից սկսված արդեն պատրաստվեն մեծ կյանքի համար, եւ դրա համար պետությունը ինչ պետք է անի, որտեղ պետք է հետևի։ 18 տարեկանները երբեմն ուսանողներ են լինում կամ ուսանողներ չեն լինում, աշխատում են։ Տեսեք, աշխատասիրությունը ձևավորվում է փոքր ժամանակից։ Ես նկատել եմ դեպքեր, երբ մեկի տուն հյուր եմ գնացել, մեկ էլ ամանա պետք լվալ, մայրը, վայ ես կլվամ, բալես, ես կլվամ, մի արա դու բան, չկա տենց բան։ Բոլորը պիտի աշխատեն, բոլորը պիտի ծառայեն իրենք իրենց հոգուն, որտեվ սա հոգու ծառայություն է նաև։ Մարդուն լավություն անելը դա հոգու ծառայություն է, որը պիտի արվի։ Աշխատասիրությունը սկսվելու է հենց դպրոցից, եթե ինչի չէ, մանկապարտեզից, որովհետև մարդը ինքը միշտ ուզում է ինչ-որ բան ստեղծել, անգամ երեխան, նայեք մանկապարտեզը նայեք, ավազը վերցնում է երեխան եւ իր համար ասենք տնակ է սարքում ավազի, սա ինչ է ասում, որ նա իր գիտակցության մեջ պահում է այն միտքը, որ ինքը արարող պետք է լինի, ինչ-որ բան պիտի ստեղծի, ինչ-որ բան պիտի արարի, եւ դրանից պետք է օգտվել, պետք չի նրա մեջ մերցնել այդ միտքը, եւ հետագայում, այո, լավագույն արդեն հզորության, լավագույն որակի պիտի հասնի հենց բանակում, բայց դա չի նշանակում, որ ես համարում եմ, որ անվտանգային խնդիրները պետք է գցվեն միայն ու միայն բանակի վրա, այդպես չի։ Պարոն Մինասյան, քարոզարշավի ժամանակ խոսում են նաև պարտադիր զինվորական ծառայության համակարգի փոփոխության մասին։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2 տարին դարձեց 1.5 տարի, դժգոհության ալիք բարձրացավ, նույնիսկ ծնողները բողոքեցին նրանց որդիները, ովքեր 2 տարի են դեռ ծառայում, նրանց ժամկետը կրճատել։ Հիմա խոսում են, խոստումներ են տալիս նաև 1 տարվա համար։ Դուք, եթե այս կուսակցության հետ գնում եք ընտրությունների, ձեր առաջարկը ո՞րն է։ Որքան ժամանակ է պետք ծառայությունը պարտադիր անցնելու համար։ Գիտեք, դա անպայման կարգով պետք է փորձարարական ձևից գա։ Պետք է հստակ նայել։
ինչքան ժամանակ էր պետք, որ այդ զինվորը, որը ավարտում է իր ծառայությունը, արդեն իսկ տիրապետում է զինվորական գաղտնիքներին։ Դա կարող է լինել 1.5 տարվա, 1 տարվա, երկրներ կան, որտեղ բանակները ծառայում են ամիսներ, բայց դա չի նշանակում, որ ժողովուրդը ինքը պատրաստ չի անհրաժեշտության դեպքում կատարելու գործողություններ։ Այ ուրիշ խնդիր է, ես կառաջարկեի հետևյալը, որ ծառայությունը անցկացվեր տեղային բնույթի։ Այսինքն, եթե դու Սիսյանցի ես, Սիսյանում ծառայես, որովհետև դու ավելի մոտ ես կանգնած քո տանը եւ անհրաժեշտության դեպքում դու տեղանքը ավելի լավ իմանալով, ասենք սահմանամերձը սահմանաբերձում ծառայի տեղանքի իմանալով, նա շատ ավելի օգուտ կտա, քան ասենք ինչ որ երեխա, որը Երևանից է գնացել, նրանք էլ թող ծառային, ես բան չունեմ ասելու, բայց տեղայինները անպայման պիտի կարողանան տեղերում ծառայել, դա պարտադիր պիտի լինի։ Իսկ ասենք մեծ քաղաքների մարդիկ, ծառայողները թող գնան, այո, եւ ծառային, բայց անպայման կարգով ավելի մոտ կանգնած լինեն իրենց ծննդավայրին, իրենց տեղանքին, ծանոթ լինելու համար։ Եվ դա հնարավորություն կտա, երբ որ Աստված մի արասե պատերազմական իրավիճակներ են ստեղծվում, անպայման կարգով ինքը ծանոթ լինի, թե որտեղ է լինելու, որ դիրքում, որ, ասենք, պոստում, տենց ասենք, ինքը պիտի ծանոթ լինի։ Դա պիտի անպայման կարգով կատարել, եթե իհարկե կուզենան, եթե չեն Եվ ինչքան ժամանակ է պետք դրա համար լինելու։ Գիտեք, ասեմ, երևի մի տարին էլ է բավարար, մանավանդ որ ասենք Քոչարի կուսակցության նախագահան առաջարկում է նաև վարձկաններ բերել, դա հնարավորություն է ստեղծելու, նաև ծառայությունը այո կարճացնել։ Բայց Այսինքն Քոչարի կուսակցության, քանի որ ընտրությունների միասին է գնում, փաստորեն ընդունում եք վարձկանների գոյությունը, պետք է ունենանք մեր կանոնավոր բանակը, այո։ Զինծառայությունը պետք է լինի 1 տարի։ Կարելի է 1 տարի, կարելի է թողնել 1.5, դա պետք չի հիմա ասել շահարկելով, որովհետև հիմա տեսեք, մեկը ասում է 1.5, մյուսը ասում է 1 տարին էլ է բավարար, ցույց տալով, որ ինքը աչքա, բանակ պետք չի կասեն վերջում։ Չէ, այդպես չէ, դրա համար ասի էքսպերիմենտալ, պիտի փորձարկել։ Միևնույնն է, կյանքը ցույց է տալիս իրենը։ Փորձարկումները ցույց են տալիս, որն է ավելի ճիշտ, որն է ավելի խելքի մոտ, անպայման էքսպերիմենտալ։ Պարոն Մինասյան, իսկ վարձկանների գործառույթը որն է լինելու, որը չեն անելու մեր կանոնավոր բանակի տղաները, այստեղ ինչն է առանձնացվելու եւ ֆինանսները դրանք բավականին թանկ արժեն, որտեղից պետք է այդ ֆինանսները կարողանա պետությունը իր ձեռքի տակ ունենալ։ Գիտեք, ֆինանսների մասին նոր ձեր մոտ կակրած մի մարդ էր Միրզախանյանը, որը խոսում էր ընդերքի մասին, որ ասում էր պետությունը ժամանակին ընդերքը պատկանում էր ժողովրդին, հետագայում փոխեցին, դարձրեցին 95 թվականին, 8 թվականին, փոխեցին, դարձրեցին ընդերքը պետությանն է, հետո պետությունը դա դրեց կառավարության վրա, այսինքն ստացվեց այնպես, որ ում ուզում ենք ընդերքը տալիս ենք եւ մի բան էլ շատ լավ է, որ այս իշխանությունը, ես իրականում եմ խոսում, կապ չունի, իմն է, ձերն է, իմ համար միևնույնն է, որոշեց, որ որոշակի ընդերքի այդ հարստությունը վերցնել պետության ձեռքի տակ եւ ինչքան գիտեմ 22% վերցվեց։ Ես ձեր նախկին հյուրից արդեն լսեցի այդ բոլորը, չնայած ինքս էլ գիտեի, ծանոթ էի։ Կարծում եմ պետությունը, եթե արդարաբարո բաժանի ընդերքը, Հայաստանը շատ հարուստ երկիր է։ Փաստորեն ստացվում է, որ Հայաստանը, եթե թանկարժեք քարեր, ոչ, ասենք, նկատի չունեմ ալմաստ, այսինքն քարերի այդ պաշարը, մետաղների այդ պաշարը, դրանց գոյությունը ճիշտ հսկվի եւ նայվի, փաստորեն մենք բավականին չէ, լավ էլ հարուստ երկիր ենք։ Չունենալով նավթ, մենք բավականին հարուստ երկիր ենք, որովհետև որոշակիորեն հիմա ինքնաթիռների,
արբանյակաշինության մեջ օգտագործվում են այդ հատուկ մետաղները, որոնք բավականին արժեք ունեն։ Եվ դրա համար կարծում եմ հնարավոր է պահել, իհարկե կարծիքներ կան, որ տարբերվում են, դա երևի հենց կազմակերպության ղեկավարը կասի ավելի մանրամասի ինքը ինչ է մտածում, որտեղ Բայց դու կողմնակից եք։ Ես կողմնակից եմ, ես դեմ չեմ, որովհետև իրականում իմ մտքով էլ է միշտ անցել, որ ինչի պիտի միայն հայ երեխան, եթե հնարավորություն կա, եթե փողը ծախսվում է, չէ, ինչի պիտի ինչ-որ մեկը վերցնի դա իր գրպանը դնի, նա թող վարձկանը։ Իսկ վարձկանները որ դեպքում պետք է լինեն մեզ կողքին։ Զուտ պատերազմների ժամանակ, միջադեպերի ժամանակ, թե միշտ պետք է լինեն։ Հիմնականում էլ թող լինեն, ինչա պատահել։ Եթե պետության հնարավորությունը ներում է, թող լինեն։ Դա նորից եմ ասում, պետության հնարավորությունից է կախված ինչքան։ Իսկ դա ինչ կտա 18 տարեկան տղաներին, իրենց կողքին այդ վարձկանները։ Լավ մարզվելու, իրենք պիտի ոչ միայն խրամատում այդ իրենց ժամանակ անցկացնեն, կամ մեր պայմանագրայինները օրերով, մենք գիտենք շաբաթներով բարձրանում են 15 օր, գնում են այնտեղ, ստանում են բավականին ցավեր, չգիտեմ, պոչկաներ են ցավում, մի խոսքով օրգաններ են կորցնում, ավելի լավ է, եթե հնարավոր է վարձել, իսկ ինչու՞ չէ, ով արգելում։ Եվ եթե ստացվի գաք իշխանության, առաջի 3 քայլերը, որոնք կլինեն, պարոն Մինասյան, ինչից կսկսեք։ Բանակից նկատի ունեք։ Ընդհանրապես, ստացվել է, որ արդեն գաք ազգային ժողովում, մի խոսքով, ոչ թե իշխանության, այլ ազգային ժողովում եք, ինչ խնդիրները առաջինը ձեր առջև կդնեք 3 քայլեր, որոնք պետք է իրականացնեն։ Անձամբ ես իմ մասին ասեմ։ Ձեր մասին, այո։ Ես առաջի խնդիրը, որ կանեմ, անպայման կարգով ընդերքը կհանձնեմ ժողովրդին։ Այսինքն ժողովրդի որոշման տակ պիտի լինի ընդերքը, ինչքանով օգտագործել կամ չօգտագործել, կամ ինչքանով բյուջեի խնդիրը լուծել, եւ այդտեղ կգա արդեն նաեւ մնացյալ հարցերը, դա առաջի խնդիրն է, որ պիտի անպայման կարգով լինի։ Երկրորդ խնդիրը, որը շատ կարևորում եմ, նորից վերադառնալու եմ բանակին, եւ բանակը համարելու եմ դաստիարակության, հայ մարդու դաստիարակության գլխավոր օջախը եւ անպայման կարգով հրամանատարների դաստիարակությունը պիտի փոխեմ, որտեղ իրենցից է կախված նաեւ զինվորի դաստիարակությունը, իրենցից է կախված ապագա մեր բանակի հնարավորությունը ինչպիսին կլինի մեզ պաշտպանելու համար։ Սա երկրորդ համարում եմ շատ կարևոր խնդիրը եւ նորից կարևորում եմ մեր ով լինելիությունը, ով ենք մենք։ Ես ուզում եմ նեղանան, ուզում եմ չէ, հիմա ես պարզ պիտի ասեմ, մենք համոզված չենք, որ այս փոքր տարածքում, եթե անգամ լինեին որոշ ազգեր, որոնք իրենց ավելի կարգապահական են պահում, մենք մի քիչ այլ վիճակի մեջ կլինեինք։ Ես ուզում եմ դաստիարակություն, կարգապահություն, որը պետությունը պարտավոր է մեծագույն ուշադրություն դարձնել։ Կարգապահություն։ Այդ 3 ամենակարևոր հարթակներն են, որ իմ համար շատ հուզում են, որտեվ եթե կարգապահ եղար, դաստիարակված եղար, դու կլինես լավ բժիշկ։ Կարգապահ եղար, հիմակվապես մարդուն չեն ասի շպրտեն դուրս։ Գնում ես միտեղ մի հիմնարկ ես մտնում, ես վերջերս ես հենց հանդիպեցի կադաստրի բանը։ Ասում է թղթով չենք ընդունում, թղթային դիմումներ չեն ընդունում, ընդունում են էլեկտրոնային կարգավիճակով։ Տալիս ես էլեկտրոնային վիճակը չի աշխատում, կոդ է ուզում, կոդը չի համագործակցում քո հետ, այսինքն այդ օրգտեխնիկան լավ չի աշխատում։ Եվ ստացվում է քաղաքացին անտեր է մնում, անտեր, բառի բուն իմաստով, հո ամեն անգամ ինքը ամեն մի սուտ հարցով դատի չի տալու, դատարան չի գնալու։ Պարոն Մինասյան, դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։
Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Մինասյան, դե ամեն դեպքում բանակի փոփոխությունների հետ կապված կսպասենք, եթե ստացվի, որ հայտնվեք ազգային ժողովում, ձեր ծրագրերը կփորձեք ներկայացնել, կտեսնենք ինչ կստացվի։ Հիմա խոսենք իրականում ինչ է տեղի ունենում քարոզարշավի ընթացքում։ Օրինակ, Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, մեծ հավանականություն կա Սյունիքը կորցնելու եւ նա Արցախի ճակատագրին կարժանանա։ Եվ պետք է ամեն ինչ անել, զգոն լինել եւ քաղաքացիական պայմանագրին հնարավորություն չտա վերարտադրվելու։ Դուք ինչ կարծիք եք, Սյունիքը Արցախի ճակատագրին, այդպես ասած, կարժանանա, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Գիտեք, ես այն կարծիքին եմ, որ դա մեզանից էլ կախված չի, որովհետև մենք իրականում այդ հզորությունը չունենք, որ մենք որոշենք, կտանք, թե չենք տա, որտեղ մենք դրան չենք հասել դեռ, իմ ասածը դա է, որ մենք պիտի հասնենք դրան և պիտի ունենանք արդեն, այո, այն բանակը, որը կարողանա պաշտպանել այս երկիրը, բայց ոչ իր տարածքում, այս բանակը մեզ չի բավարարում, մեր պատերազմը պիտի գնա մեզ վրա հարձակվողի դաշտում և ոչ մեր դաշտում, մենք իրավունք չունենք մտածելու, որ մեր դաշտում միայն պիտի պաշտպանվեք, հիշում եք, ես մի անգամ ասեցի, որ բանակը պետք ասել պաշտպանության նախարարություն, ուղղակի ռազմական նախարարություն և վերջ, իր գործողություններով ազատ, իր հնարավորություններով ազատ, և այդ պարագայում, իհարկե բառերը չի, որ պիտի որոշեն,
նախարարություն պաշտպանության թե ուղակի ռազմական այդ բառերը չի պիտի որոշեն։ Որակը պիտի փոխենք, որակը։ Ու մենք դարձնում մեր բանակի հարվածային ուժը, ու մենք դարձնում մեր պաշտպանական ուժը։ Այստեղ իսկապես մեզ պետք է ունենալ որակ եւ ուժ։ Իսկ ինչ վերաբերվում է թե Ռոբերտ Քոչարյանն ասում է կամ մյուսը, հիմա տեսեք, ես քաղաքական դաշտը նայում եմ, ճիշտ ասած իրար փնովելուց բացի դեռ ոչ մի ծրագիր չեմ տեսնում։ Ուղղակի չեմ տեսնում։ Ուզում եմ նեղանան, ուզում եմ չէ։ Ես կուզեի իրանցից ծրագիր լսել, եթե անհրաժեշտ լիներ, ես էլ փորձեի ինչ որ բանով աջակցել, օգնել եւ ժողովուրդն էլ կաներ դա, հավատացեք, եթե ծրագիրը որակով եղավ, մեր ժողովուրդը կանի, նա կողքի վրա չի մնա, կփորձի օգնել, բայց մենք արդեն սկզբանե անջրպետ ենք ստեղծել, մեկս մյուսի առաջ անջրպետ ենք ստեղծել, եթե մեկը ինչ որ կուսակցության անդամ է, նա իրավունք չունի մյուս կուսակցության անդամին առաջարկելու որևէ արդեն գործնական աշխատանք, վարչարարական կամ տնօրինության աշխատանք չեն անում դա։ Սա նույնպես փորում է մեր ոտքի տակը, մինչև մենք չփորձենք ներել իրար չենք կարող։ Իսկ մեր մոտ ինչ է կատարվում։ Տեսեք, մեր պապերը հետարքիր բառեր էին օգտագործում։ Ասում էին արյունով չեն լվանում, արյունը ջրով են լվանում։ Բայց մենք ինչ ենք անում։ Մենք ուզում ենք արյունը արյունով լվանալ։ Եվ դրա համար էլ մեր առաջընթացը արդեն կասեցվում է։ Մենք չենք ուզում դա անել։ Այ դրա համար որ դաստիարակություն բառն եմ օգտագործում, ես դաստիարակությունը դրա մասին եմ, որովհետև դաստիարակված մարդը նաև հետագայում աշխատում է իր վրա եւ կրթվում է, այդտեղ արդեն անհրաժեշտ է լինում կրթությունը։ Պարոն Մինասյան, տեսեք, դուք ասում եք մենք բանակ կունենանք, նոր այդ ժամանակ մենք կորոշենք, կթելադրենք ուրիշներին մեր օրակարգը, բայց Ռոբերտ Քոչարյանը չի ասում, որ մենք բանակ կունենանք, ինքն ասում է, երբ որ ես գամ, այդ ամենը դուք կունենանք եւ հզոր բանակ, կունենանք եւ դաշնակիցներ։ Տեսեք հիմա Մոսկվան է սպառնում, կտրուկ քայլերի է գնում, ինչ որտեղ կոշտգուշացումներ է անում Երևանին։ Նույն Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ այս հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման մեջ նորից Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, եթե ինքը գա Ռուսաստանի առջև այդ ճանապարհները փակ չեն լինի, մարդը վստահ է իր վրա եւ նա իր ընտրողներին վստահեցնում է, որ կլինի խաղաղություն, կունենանք ուժեղ բանակ, կապրենք շատ լավ, թոշակների բարձրացում, իսկ դուք ասում եք չէ, մենք միջև հզոր բանակ չունենանք։ Չէ, ես այդպես չեմ ասում։ Ես ասում եմ հզոր բանակը անհրաժեշտ է, որպեսզի մենք մեր խոսքը կարողանանք ասել։ Բայց դուք չեք ասում, որ դուք կարող եք այդ ամենը անել։ Իսկ ով ասում չենք կարող։ Կարող եք։ Իհարկե կարող ենք, ու այն էլ ինչպես կարող ենք։ Ես հենց սկզբից իմ խոսքի, որ ոգևորությամբ ասում էի դրա համար, ինչպես չենք կարող։ Ես վերջապես Մոնթե Մելքոնյան վարժարան եմ հիմնադրել։ Առաջին լեյտենանտի ուսադիր եմ տվել այս երկրին։ Ուսյալ լեյտենանտի ուսադիր եմ տվել այս երկրին։ Առաջի պարաշտադեսանտային թռիչքն եմ արել այս երկրի։ Իսկ ես գործով եմ, ինչ եք ինձ մեղադրում դրանում, որ ես ասում եմ չենք կարող։ Ո՞վ ասում չենք կարող։ Դուք խոսում եք ձեր գիտելիքների մասին, իսկ ոմանք խոսում են իրենց կապերի մասին։ Կապերը նույնպես անհրաժեշտ են, բայց եթե դու ոչինչ չես ներկայացնում քեզնից, ոչ մի կապեր էլ չի լինելու։ Դու նույնպես ինչ որ արժեք պիտի ունենաս, որ նա էլ հասկանա, որ պետք եղած ժամանակ կկարողանա օգտագործել։ Օրինակի համար ես ինչ եմ ասում, որ միայն բանակը չի որոշում հարցը։ Որոշում են նաև սփյուռքը, որովհետև սփյուռքի միջոցով մենք պիտի ունենայինք այն ինֆորմացիոն դաշտը, որը կարողանայինք հստակ կերպով վաճառել թե ամերիկացուն, թե ռուսին, թե ֆրանսիացուն, թե պարսիկին, մենք պիտի արժեք դառնանք, ախր։ Մենք չենք զբաղվում դրանով, մենք այդ հիմնարկները չենք ստեղծում, որը մեզ եւ վայել պիտի լինի, եւ արժեք պիտի տա մեր ով լինելիությանը։
Տեսեք, մենք միջև արժեք ենք ստեղծում, Ռուսաստանը գազի գինը թանկացնում է։ Ինչ եք անում այդտեղ։ Միջև արժեքներ ենք ստեղծում, արդեն թանկացումները կան։ Հիմա ես ավելի բան անեմ, մոթող ուզում է Նիկոլ Փաշինյանն էլ եղանա։ Ինչ էր նշանակում Զելենսկու ելույթը Հայաստանից, որ Կրեմլին այսպես այնպես եւ այլ չէ, ասենք այդ պարադի օրվան։ Հա, երկու տարբեր տեսակետներ կան, որ ինչու թույլ տվեցիք, Մոսկվան էլ հայտարարում է, որ մեզ նեղացրեցիք, բայց մենք առանձին պետություն ենք, չէ։ Հա, բայց առանձին պետություն ենք, դե առանձին պետության մեջ պիտի չարվեր այդ հայտարարությունը։ Թող ուրիշտեղ արվեր այդ հայտարարությունը։ Թող արվեր իրենց երկրում։ Հիմա էլ Մենք ինչի մեր վրա վերցրեցինք նմանատիպ պատասխանատվություն, որ մեր երկրից հնչեին այդ բառերը, որը որ հետո տեղիք տար գազի թանկացման կամ մնացյալ, ասենք, օդային ճանապարհները փակելու մասին խոսք եղավ, եւ հիմա շատ լավ գիտենք, որ մեր այդ ելակ արտադրող որոշ ձեռներեցներ դժվում են դրա պատճառով, չեն ընդունում ծաղիկը, ջերմուկը, ինչ է մեզ ձեռքեր տալիս այդ բոլորը։ Հենց դիվանագիտությունը դա է, դրա մեջ է դիվանագիտությունը, նրա մեջ չէ, որ ասենք դիվանագիտությունը սա է։ Օրինակ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն կլինի Հայաստանում։ Թող լինի, դա իմ կարծիքով ոչ մի վնաս մեզ չի տալիս։ Կարող է, չգիտեմ, ինչ օգուտ կտա, չգիտեմ, որտեղ այնտեղ Դե ասում են այստեղ մենք Իրանին ենք արդեն լարում ինչ որտեղ մեր դեմ, որովհետև մեկ նպատակ ունի։ Ռոբերտ Քոչարյանն ասում է Մարկո Ռուբիոյի գալը ունի մեկ նպատակ՝ ցավեցնել Ռուսաստանին։ Նաև Պարսկաստանին։ Մենք գիտենք, որ այսօր պարսիկները բավականին սուր հարաբերություններ ունեն Միացյալ Նահանգների հետ։ Դե Իրանի սահմանին։ Դե բնականաբար։ Ես չեմ ուզում։ Իսկ ինչու չենք ընդունում, որ սա հենց դիվանագիտություն է, ինչը որ դուք ասում եք։ Բա դիվանագիտությունը ոչ չենք ընդունում։ Չենք ցավեցնում։ Սա մեր երկրի շահերից ելնելով մենք գնում ենք այս հարաբերություններին։ Ինչի համար է դա լինում ընտրությունների նախօրեին։ Ես այդ չեմ կարողանում։ Կամ ինչու ենք ցավեցնում Ռուսաստանին։ Կամ ինչու ենք ցավեցնում Ռուսաստանին, կամ ինչու ենք ցավեցնում Պարսկաստանին։ Մենք գիտենք, որ նույն պարսիկները ավելի շատ հարվածեցին ոչ թե Իսրայելին, այլ ամերիկյան բազաներ ունեցող երկրներին։ Դա տեսանք, չէ՞ մենք։ Փաստագրական տեսել ենք։ Հիմա ինչի եք ուզում, որ անպայման կարգով ցավեցնենք իրենց, որ իրենք էլ ինչ որ գործարքների չգնան կամ ասենք հարվածներ անգամ տան մեզ ինչի համար։ Այսինքն դուք եք այն կարծիքին, որ սա հենց նպատակն է Ռուսաստանի եւ Իրանի ցավեցնելու համար է։ Չեմ կարող ասել այդ նպատակն է, կախված է նրանից, թե վերջին Մարկ Ռուբիոն գալու է եւ նույն օրը գնալու է։ Ինչքան գիտեմ, օդանավակայանից էլ չի գնալու եւ պարզաբանումը տալու է արտգործնախարարը։ Ճիշտ է թե չէ, այդպես չի։ Այո, տենց։ Հա, այսինքն սա ասում է նրա մասին, որ եթե ինչ-որ թղթերի ստորագրում էր, կարելի էր տանել այնտեղ ստորագրեին, ես ինչի եկավ ստեղ այդ մարդը հասավ։ Ինչի եկավ, ընտրությունները համար եկավ։ Այդ եմ ասում, ինչի համար, հենց դրա համար։ Ինչ ենք ուզում ցույց տալ։ Նիկոլ Փաշինյանի սատարելու։ Ես անձամբ իմ կարծիք ունեմ, կարծում եմ այո։ Ես իմ կարծիքն եմ ասում։ Կհետևենք իրադարձություններին։ Իրադարձությունները միևնույնն է ցույց է տալու, թե ինչ թղթեր են ստորագրվելու։ Սա դեռ մենք չգիտենք, ոչ ես, ոչ դուք չգիտենք, եւ կարծում եմ շատերը չգիտեն ինչ թուղթ է ստորագրվելու, բայց այն, որ մեկը մյուսի վրա, բացի այդ հարցերը Քոչարյան, Նիկոլ Փաշինյան իրար վրա ցեղ շպրտել կամ Կարապետյանի վրա, մենք պիտի մի քիչ բարությամբ լցվենք։ Մի փոքր բարություն է պետք մեզ։ Բայց միայն իրանք մյանց վրա չեն ցեղ շպրտում, երբեմն հունից դուրս են գալիս հենց անձնական շարքային քաղաքացիներին էլ են։ Հա, անձնական, այո, մարդկանց անձնական Զարուհի Փոստանջյանի հետ կապված դեպքն եք ուզում ասել։ Զարուհի Փոստանջյանը քաղաքական գործիչ է, Նիկոլ Փաշինյանի այդ օրվա մոտեցումը կարծում եմ որպես քաղաքական գործի, որպես իրավունքի հետ առնչվող մարդու։ Իսկ ինչպես եք ընդհանրապես որ դրանք կողքից նայում եք։ Ինչպես եք մեկնաբանում, ինչու է այդքան ատելություն ասեմ, անհանդուրժողականություն ասեմ, կամ այդ խոսույթները որքանով են հարիր։ Տեսեք, նույն Զարուհի Փոստանջյանի մասին եւ այդ բառերը հնչեցվում էին վարչապետի շուրթերով։ Ես ուշադրություն դարձեցի, որ այնտեղ հավաքված կանանց մեծ մասը գլխիկոր էին կանգնել։
ոչ մեկին դա հաճելի չէր լսելու եւ ինչ է անում այդ դեպքում արդյոք սրանով վարչապետը իր հեղինակության հետ չի խաղում Կարծիքով խաղում է։ կամ նույն Արթուր Օսիպյանի հետ Արցախցի եղավ միջադեպը Իմ կարծիքով դա իր վարկանիշի վրա ազդեցություն թողնում է եւ բացասական ազդեցություն եւ ինչի կողքից իրեն չեն զգուշացնում ես դա էլ չգիտեմ կողքի մարդիկ չգիտեմ վախենում են ինչն է պատճառը որ իրեն չեն զգուշացնում որ պետք չի պարոն վարչապետ ավելի հանդարտ խոսեք այստեղ գիտեք որ ասում եմ դաստիարակություն դա բոլորիս է վերաբերվում հավաքարարից սկսած մինչև վարչապետ մեզ բոլորիս ինձ ձեզ բոլորին է վերաբերվում այդ դաստիարակությունը սրա մեջ է այստեղ կրթությունը կապ չունի որ մենք միշտ ասում ենք կրթությունը դա մի հատ գիտեք ասենք պատկերացնենք սուր սարը ասենք սարերը դրանք կրթություններն են ուղղվածությունները իսկ դաստիարակությունը դա մեր երկիրն է ողորկ երկիրը դա հենց մեր դաստիարակությունն է ինչքան մեծ է ինչքան ուժեղ է այդքան մեծ է մեր երկիրը այդ սուր պիկերը հաշվի չառնենք եւ ես կոչ եմ անում անգամ որ իրականում իրար ներողամտաբար վերաբերվեն ես հենց Քոչարի կուսակցությանը միացա հենց իր անվան համար գիտեք ինչի որտեվ Քոչարին իսկապես մինչ քրիստոնեությունը նաև հետո քրիստոնեից հետո նաև մեր հաղթական պարն է եղել եւ ես համոզված եմ որ մենք կունենանք այդ հաղթական պարը անպայման կունենանք միայն իրար ներենք սիրենք այդ ժամանակ մենք հաստատ կարարենք ու կունենանք ազգային պետական հաղթանակները անպայման կունենանք իսկ ինչպես ներել եթե հայրենիքը մաս վաճառում են այս գաղափարն է շրջանառության մեջ դրված խոսում է անկլավների մասին Տիգրանաշենի մասին է խոսում օրինակ նույն Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է որ չի կարող Տիգրանաշենը անցնել Ադրբեջանի եւ Հայաստանը արդեն առանձայտել շատ է զիջել եւ Կիրանցում հողերը հանձնել են առանց նորմատիվային փաստաթղթերի սա եւս մեկ քրեական գործ է որը Նիկոլ Փաշինյանը շալակել է ինքն առանց փաստաթղթերի առանց քարտեզների արել է այդ դելիմիտացիան դե գիտեք պատասխան բոլորս պիտի տանք բոլորս պատասխան դուք եք տալու ես եմ տալու Քոչարյանն էլ է տալու Նիկոլ Փաշինյանն էլ է տալու հենց այս արդարության մասին է եւ տա Աստված ես օրինակ լսելով Քոչարի ղեկավարին հավատում եմ որ ինքը կարողանալու է արդարություն բերել Ես հավատում եմ դրան։ Արդարություն ասելով բոլոր ոլորտներում, թե ինչ-որ կոնկրետ ոլորտում Բոլոր ոլորտներում արդարությունը դա նեղ բան չի, ուղղություն չի։ Արդարությունը ամբողջական, այսինքն արդարության այն մարդը, ով որ իրական մոտ է լինելու ճշմարտությանը, նա ամենաարդարն է, որտեվ ճշմարտությունը մի հատ է։ Եթե վնասում է մեզ բոլորիս ուրեմն արդարաբար չի եւ ինչքան շատ մարդ բերկրանք ապրեց այդ արդարությունից ուրեմն այնքան այն ճշմարիտ է Տիգրանաշենը հանձնելը արդար է լինելու Կարծում եմ ոչ իհարկե ոչ ես ընդհանրապես ես զինվորական եմ իմ մտածելակերպը գիտեք ոնց է ով որտեղ տիրակալում է կռվով է տանում ինչ է տանում չէ ասենք վախեցնելով է տանում վախեցնելով Ուրեմն դա նրան արժի Արժենք մենք այնքան ինչքան արժենք Հիմա այս ընտրություններն էլ ցույց կտան մենք ինչքան արժենք Շնորհակալություն եմ հայտնում պարոն Մինասյան եթե զրուցենք անդադ կզրուցենք Չմոռանանք համար 9 Մեր թերթիկը համար 9 Ձեր թերթիկը համար 9 եւ մայիսի 28-ին լինելու եք շքերթին մասնակից կամ դիտորդ Ինչպես եք գնալու Օրինակ այսօր արդեն քաղաքը արդեն այսպես ասած իր վրա զգաց այդ մեր տեխնիկայի Ես էլ չկարողացա ոդկով եմ եկել Կոմիտասից մինչև ոտքով իջել եմ
մեքենաց թողել եմ, ոտքով իջել եմ։ Մասնակից նկատի ունեմ գնալու եք, հենց մոտիկից եք տեսնելու, թե ինչպես եք տրամադրված, գիտեք, ունեք մարտական ընկերներ, որ այդտեղ են։ Ունեմ մարտական ընկերներ, որ ասենք գուցե այնտեղ են լինելու, դեռ չեմ ճշտել, բայց ես ինքս մասնակցել բնականաբար չեմ կարող, քանի որ ես արդեն դրսում եմ բանակից։ Դե կյանքը թող ցույց տա երևի։ Բայց ինչպես եք տրամադրված, սա լավ միտում է հանրությանը ներկայացնելու այն զինտեխնիկան, որը Գիտեք, այդ զինտեխնիկան պատերազմի դաշտում է պետք գալիս։ հասկանալի է։ Ես այդպես եմ տեսնում։ Հասկանալի է։ Այնինչ կցուցադրվի հրապարակում, դեռ դա չի նշանակը, որ դրանք կկրակեն պատերազմի ժամանակ։ Ես դրա համար ասեցի։ Ես չասեցի կկրակեն, թե չեն կրակի։ Այդ տեխնիկան պետք է պատերազմի դաշտում։ Մնացած հետևությունները ամեն մեկը թող իր հետևությունը անի։ Շնորհակալություն, պարոն Մինասյան, բան չմնաց 10 օրից ավել մի փոքր ժամանակ ընտրություններին, կարծում եմ, եթե նպատակահարմար կգտնենք կամ առիթը կլինի կհանդիպենք եւս մեկ անգամ իջև ընտրությունները, եթե ոչ ընտրություններից հետո հաստատ կունենանք ասելիք։ Շնորհակալություն եւս մեկ Ես անգամ։ եմ շնորհակալ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։